կխնդրեմ ներկայացնել ներկայադրությամբ իրավիճակը, հա, երրորդ օրն է ինչ դուք եւ Տիկին Թանդիլյանը հացադուլ եք իրականացնում, ձեր առողջական վիճակը ինչպես նաեւ Տիկին Թանդիլյանի, մենք քիչ առաջ տեղեկացանք, որ շտապ օգնություն եք կանչել Տիկին Թանդիլյանի համար։ Ինչպես նշեցիք, այո, այսօր արդեն երրորդ օրն է, որ իմ ընկերները հացադուլի մեջ են Տիկին Թանդիլյանը, Արտավազ Ալավերդյանը եւ Վարդան Ավագյանը։ Մենք նստածույցի մեջ ենք, իրենց հետ գիշերում ենք այստեղ, ամբողջ օր իրենց կողքին ենք եւ չի բացառում, որ մենք էլ միանանք հացադուլին, արդեն հացադուլի տեսքով։ Առավոտյան որոշակի առողջական վիճակը բավարար է, բայց հաճախասրտության այսպես ինչ որ բաներ կան սրտի հետ կապված, դա բնական է, արդեն երրորդ օրն է, սակայն դա չի խանգարում, որպեսզի մեր ակցիան շարունակվի մինչև վերջ, որովհետև մեր պահանջը մեկն է, որպեսզի Ռուբեն Վարդանյանը դադարեցնի իր հացադուլը Բաքվի բանտում, արդեն 13-14-րդ օրն է, հուսանք վաղը իր դատն է լինելու եւ դատի ժամանակ այսպես իր փաստաբանը կկարողանա իրեն փոխանցել բոլորիս խնդրանքը, հայ ժողովրդի խնդրանքը, որպեսզի դադարեցնի իր հացադուլը, որովհետև նա մեզ Հայաստանում է պետք եւ առհասարակ հայ ժողովրդին եւ ռազմագերիների, ես կասեի պատանդների վերադարձը հայրենիք մեր երկրի, մեր ժողովրդի առաջնահերթ ամենակարևոր գործը պիտի լինի այսուհետ։ Իշխանությունների կողմից այսպիսի հայտարարություններ է արվում, թե նախ պետք է հասկանանք օրինակ Ռուբեն Վարդանյանը ինչպես եղավ, որ հայտնվեց Արցախում, ինչու հայտնվեց, ովքեր նրան ուղղորդեցին դեպի Արցախ, տարատեսակ մեկնաբանությունների ինչ կա։ Կարող եմ ասել, որ նման հայտարարությունները Ալիևի ջրաղացին ջուր լցնելը կամ ադրբեջանական նարատիվները այստեղ իրականացնելը եւ հենց դրա հիման վրա, այսինքն մեր իշխանությունը այստեղ ինչ-որ բան է ասում, այնտեղ Ռուբեն Վարդանյանի դեմ սկսում են դատավարություններ կեղծ մեղադրանքներով, իսկ որոշումները լինելու են, այսինքն ինչ որ եղել է բացահայտ, տեսնում ենք, որ ոչ միայն մարդու անձի նկատմամբ է, այլ Հայաստանի Հանրապետության, այսինքն մեզ դարձնելու են ֆաշիստական երկիր, ինչին որ ձգտում են միջազգային հանրության աչքերում, հետևաբար սա ստոր քայլ է իշխանության կողմից, ոչ միայն մարդկանց չօգնել, այլ ճիշտ հակառակը, փորձել քո երկրի քաղաքացուն, քո ազգակցին թշնամու բանտում ինչ որ ավելի վատ կտտանքների ենթարկացնել։ Սա ուղղակի չգիտեմ ինչ հայերենում ինչ կարող ենք ասել, ինչ բառով կարելի է բնութագրել, բայց ամեն դեպքում ես կուզեի մի օր տեսնել արտաքին գործերի նախարարի աչքերին Արարատ Միրզոյանի ու ասել, ով եղել է 2 տարի շարունակ Ավրորա մրցանակաբաշխության աշխատակիցներից կարևոր պաշտոն է այնտեղ զբաղեցրել։ Ոնց կարող եք էլի, այդպես հանգիստ նստել առանց որևէ խոսք ասելու 500 օրվա մեջ արտաքին գործերի նախարարությունը ոչ մի պահանջ չի ունեցել միջազգային հանրությունից, ոչ մի նամակ, պահանջ, խոսք, ինչ որ բանակցություններ են վարում, ուր են, ռազմագերիներ չունենք, 23 առնվազն պատանդ ռազմագերի ունենք այսօր Բաքվի բանտում, որտեղ կեղծ մեղադրանքներով են դատվում, խոշտանգումների են ենթարկվում, ամեն օր նորություններ ենք լսում, ինչպիսի խոշտանգումների են ենթարկվում այդ մարդիկ, քանի որ հայ են։ Ով է պատասխանատու դրա համար, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ 1.5 տարի անց իհարկե արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 28-ին, երբ որ ակցիա պիտի ունենար նախարարության դիմաց, մոտավորապես կես ժամ 40 րոպե առաջ հայտարարություն տարածեց արտաքին գործերի նախարարությունը, նշելով, որ մտահոգիչ է այն, ինչ իրականացում է Բաքվում պահվող մեր ռազմագերիների նկատմամբ եւ ընդհանրապես միջազգային հանրության ուշադրությունն էին հրավիրում։ Նաեւ Նիկոլ Փաշինյանն էր խոսել գերիների մասին, ասում էր ակնհայտ է, որ խոշտանգումների են ենթարկվում։ Ուղղակի
ծիծաղելի կարող եմ դա համարել, որովհետև ակցիայից 18 րոպե առաջ ես կարող եմ հետևյալն ասել ու հաստատել, բոլորս տեսանք, որ երբ որ ժողովրդի կողմից, մարդկանց կողմից արձագանք եղավ այդ հարցին, որ դուրս եկեք պայքարեք դրա դեմ, այդ ժամանակ արդեն արտաքին գործերի նախարարությունը, վարչապետ կոչված անձնավորությունը սկսեցին ինչ-որ բաների մասին խոսել։ Ուր եք դուք, ինչ եք անում, ընդհանրապես ինչով եք զբաղված, ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ որ քո երկրի քաղաքացիներին կտտանքների են ենթարկվում։ Ուր են ձեր երկրի դիվանագիտական ներկայացուցիչները, ինչով եք դուք զբաղվում, լավ։ Միջազգային կազմակերպությունները Հայաստանում հավատարմագրված դիվանագետները ոչ մի քայլ չեն անում։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինքս ավելի շատ կարելի ասել գործ եմ անում, քան ազգային ժողովի падգամավորը։ Ասում են պատե ու անպատե առիթներին այդ հարցը բարձրաձայնում են պաշտոնական, ոչ պաշտոնական հանդիպումների այցերի ժամանակ։ Ինչպես եմ բարձրաձայնել եւ ոչ մի տեղ արդյունք չի ունեցել եւ չենք տեսել։ Նմանատիպ բան ես չեմ հիշում, եթե հանրային դիվանագիտության մեջ այսպես տեսնեն կարևոր որպես հարթակ, չգիտեմ, X-ը, օրինակ, սոցիալական հարթակում, ես երբևէ չեմ տեսել, որտեղ օրինակ Ադրբեջանի պարլամենտի падգամավորի հակահայկական քարոզին ազգային ժողովի падգամավորներից ինչ-որ մեկը պատասխան տա կամ Հայաստանի մասին ինչ-որ բան գրի։ Ես նմանատիպ բաներ ոչ միտեղ չեմ տեսել։ Ու առհասարակ արտաքին քաղաքականության այսօրվա որդեգրած քաղաքականության մեջ ոչինչ չկա հայկական։ Եթ ամբողջը հակահայկական նարատիվներ են, որոնք բխում են Ադրբեջանի շահերից, այսպես կարող ենք ձևակերպել։ Սահմանադրություն փոխեք, սա արևմտյան Ադրբեջանն է, անունները փոխեք, տեղանուններ չունեք, պատմություն չունեք, եկեղեցիները ալբանական են, նորավանքը մոնղոլական է, չգիտեմ, այս հայերը գոյություն չեն ունեցել։ Հետո այս մարդկանց այնտեղ պահելը նաև մեր արժանապատվության հետ են խաղում։ Այսօր մարդկանց այնտեղ խոշտանգելով ու կտնտանքների ենթարկելով, հատկապես լիդերների, դուք պատկերացնում եք մարդկանց հոգեբանության մեջ ինչ է նստած։ Մարդիկ այսպես վախի միգուցե հիասթափության խորը հիասթափության մեջ են հոգեբանորեն։ Իսկ այսօրվա իշխանությունը դրա կարևոր այսպես քարոզիչներից մեկն է, որպեսզի Հայաստանում մարդիկ իրար դեմ լինեն, չգիտեմ, չհամախմբվեն, միասնական չլինեն ինչ-որ գաղափարի շուրջ։ Մեր ընդամենը մի ազգային ոգիներ մնացել են փորձում ազգայինն էլ ամեն ինչ անեն, որ հայ չլինենք։ Դա էլ հանեն, հայոց պատմությունն էլ, Արաց Սարես, GSN չի։ Բայց դրա վերջն էլ է գալու, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի լիդեր հավես չի եղել։ Ռուբեն Վարդանյանի մարդիկ եղել են պատմության մեջ ու միշտ լինելու են, այնպես որ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ պարտքն եմ համարում որպես հայ, նման մարդու, նման արժանի մարդու կողքին գտնվելու եւ պահանջելու, հորդորելու, խնդրելու, որ ինքը դադարեցնի եւ առհասարակ մեր Հայաստանի Հանրապետության իշխանություն կոչվածը քայլերի դիմի վերջապես։ Իսկ կդիմի այն ժամանակ, երբ որ ժողովրդի կողմից պահանջ լինի։ Երբ որ հարցնում են ինչ կարող եմ անել, դուրս արի ու պահանջի։ Եթե հաշտ չես, պահանջի, քայլերը տարբեր են։ Սոցիալական մեդիաներում ձեր բարեկամներին արտասահմաններում դուրս եկեք, բոլոր միջազգային կառույցների դիմաց Նյու Յորքից սկսած մինչև Բրյուսել, դուրս եկեք, պահանջեք, բարձրաձայնեք, 10 միլիոն հայ ենք։